Տեսախցիկներին նայեք էլի։ Այս առումով բոլոր այս սրբությունները տարվա ընթացքում տարբեր տոների առումով միշտ դուրս են բերվել ժողովրդի երկրպագության համար, բայց բացառիկ այն իմաստով, որ այս դիոց սրբությունները այսօր առաջանալուց բոլորը միասին են մեր ժողովրդի երկրպագության համար։ Իսկ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տոնը այսօր մեզ համար հոգևոր նորոգության, ուխտագնացության, մեր ինքնությունը վերարժևորելու, վերաիմաստավորելու առիթ է, որովհետև Մայր Տաճարը բոլոր աշխարհի ժողովրդի հոգևոր տունն է, որտեղից որ ծնվել են բոլորս, իբրև քրիստոնյաներ, եւ այսօր մեր ժողովուրդը մեր հավատացյալները գալիս են իրենց խոնարհումը բերելու եւ նաեւ իրենց ուխտը նորոգելու Մայր Տաճարը։ Շատ դժվար է հիմա մեկ բառով նկարագրել ինչ խնդիր են ուզում, այս ամբողջ ընթացքը վերջի այս ամիսներին կամ վերջի այս շրջանում տեղ ունեցող իրադարձությունները բոլորիս աչքի առաջ են եւ տարբեր առիթներով Մայր Աթոռը հայտարարություններով հանդես եկել է դիրքորոշում արտահայտել է։ Պարզապես պիտի արձանագրենք, որ ցավալի է, որ մեր իրականության մեջ կարող են այսպիսի դրսևորումներ տեղի ունենալ, տեղ գտնել, բայց գիտեք, որ Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ կանգնած է եղել ամուր եւ արդեն ինքը վկայություն է մեր հավատական հոգու ամրության, քրիստոնեական հավատքի, մեր ամուր դավանանքի եւ կարծում եմ, որ այս փորձություններն էլ կանցնեն եւ այսօր մեզ համար շատ ավելի կարեւոր է Էջմիածնի խորհրդով զորացած շարունակենք մեր կյանքը կերտել, մեր հայրենիքը ավելի ամուր, հաստատուն պահել եւ նաեւ մեր հոգեվոր կյանքը ավելի անվտանգ։ Դեք վերջի շրջան ասելով նկատի չունեմ օրեր կամ ամիսներ, վերջի շրջանում մանավանդ հետ պատերազմի այս շրջանում մեր եկեղեցիներում մենք նկատում ենք, որ մարդկանց հոսքը շատ ավելին է եւ գալի մարդիկ եկեղեցիներում մանավանդ պատարակներին մասնակցությունը մարդկանց դրա լավագույն ցուցիչն են եւ տեսնում ենք, որ մարդիկ շատ ավելի այսպես ակնածանքով, հավատքով, խորը ակնկալիքներով, հոգևոր ապրումներով մասնակցում են պատարակներին, մարդկանց հոսքը ավելի շատացել է բնականաբար։ Իրականում հայ առաքելական եկեղեցին բոլոր ժամանակներում միշտ իր առաքելությունն է իրականացել անշեղորեն եւ այստեղ որևէ փոփոխություն չի եղել երբևէ։ Հայ եկեղեցին մշտապես քարոզել է ավետարանը, քրիստոնեական ճշմարտությունները, հոգևոր կյանքի ամրությունը, սա մեր առաքելության, հայ եկեղեցու առաքելության ամենակարևոր իրողությունն է։
Եվ դրայից զուգահեռ բնականաբար ազգապահպան առաքելությունը հայ եկեղեցում եւ Հայաստանում եւ Սփյուռքում մանավանդ, այսինքն եկեղեցու գործունեության առումով որևէ բան չի փոխվել։ Իսկ թե ինչու քաղաքական իշխանությունները այստեղ որտեղ են խնդիրներ տեսնում, գուցե իրենք շատ ավելի հստակ կարող են ձևակերպել կամ արդեն փորձել են այս ընթացքում ինչ-որ ձևակերպումներ տալ, իհարկե երբեմն նաև շատ հաճախ հեղափոխելով իրողությունները, բայց հայ եկեղեցին անշեղորեն իր առաքելության ծիրից ներս է եւ այստեղ երբևէ որևէ բան չի փոխվում։ Բայց այս տարի հատուկ նշանակություն է տրվել այդ թվում վերջին զարգացումները հաշվի առնելով, բայց քիչ առաջ քահանաներից մեկն ասաց, որ պարտադիր չէ բոլոր թեմերի առաջնորդները լինեն այսօր այստեղ, եւ պարտադիր չէ այդ ժամին նրանց ոչ ոք չի կարող պարտադրել, կարող են գալ, կարող են չգալ, կարող են ավելի կարևոր գործեր ունենալ, ճիշտ եմ հասկացել, այսինքն կարող են նաեւ չգալ այսօրվա ով չգա թեմերի առաջնորդները Ես կարծում եմ սովորաբար մայրաթորի կաթոլիկե Սուրբ Էջմիածնի տոնին մեր եւ միաբանները, թեմակալ առաջնորդները եւ տարբեր թեմերում ծառայող մեր հոգեվորականները գալիս են մայրաթոր ուխտագնացության։ Հիմա ես չեմ կարող ասել ովքեր որ չեն գա կամ ովքեր այս բանը կգա, սովորաբար մեծ մասամբ թեմակալ առաջնորդները այսօրը նաև գալիս են մայրաթոր մասնակցելու Սուրբ Պատարագին։ Բոլորը այսօր այս ժողովրդի ամբողջ բազմությունը, բոլոր մեր ուխտավորները եկել են այսօր առանց որևէ պարտադրանքի, եկել են հենց ուխտը նորոգելու եւ եկել են մասնակցելու եւ այդ թվում նաեւ հոգեվորականները։ Ինչ է կարծում իշխանությունը այսօր որևէ կերպ կխոչընդոտի։ Ինչին պիտի խոչընդոտի։ Ես չգիտեմ ճիշտ ասած կմասնակցեմ թե ոչ։ Չեմ կարող։ Բայց ամեն դեպքում իշխանությունները գրելով իրենք անձնականացնում են կոնկրետ սրբազանների անունները տալիս վերակառի։ Ինչպես է նայում այս ամենին վրա։ Չհասկաց ինչին է։ Սրբազանների անունները նշում Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ հայհոյում է կոնկրետ սրբազանների։ Ինչպես է սայվերվել։ Դե արդեն այսինքն այս իշխանական իշխանությունը նրանց ծնվում է, թե ընդհանրապես հենց այդ երկու ամսացից է շատ վախենում։ Եվ ինչու է վախենում։ Դե արդեն իրեն հարցրեք ինչի է վախենում կամ ինչն է պատճառը, ես անկեղծ չգիտեմ, ես չեմ կարող այդտեղ տրամբանել կամ որևէ հերյուրանքի մեջ տրամբանություն չի կարող լինել։ Ամեն դեպքում բոլոր ժամանակներում էլ մենք տեսել ենք այսպիսի մեծ կամ փոքր մասշտաբներով հարձակումներ եւ կարծում եմ այսօր կանցնի։ Ասում են Ով։ Մենք մեր առաքելությունն ենք իրականացնում եւ դա անում ենք առանց վախի եւ առանց ընկերկելու։ Ուսակուն եւ ամուսնացիալ պրոտեստականների միջև եւ բնավոր համարում է որ փորձ է արվում ներքին պարապումներ գտնել եկեղեցուներ։ Միանգամից եթե ասեմ դա չի հաջողվելու, որովհետեւ հոգեվորականները թե ամուսնացիալ, թե կուսակուն հոգեվորականները այստեղ համախմբված են եւ միաբան են եւ այդ այսպես էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու երբևէ նման հույս պետք չի լինի։